Դու լավ տղա չես։ Իսկ ով է հայաստանցու պատկերացրած լավ տղեն, ողջ աշխարհը չի հասկանում։ Չինաստանի ու Հնդկաստանի 3 միլիարդ բնակչության մեջ այդքան լավ տղա չկա, ինչքան 3 միլիոնանոց Հայաստանում։ Թուրքիայի եւ Իրանի 200 միլիոն բնակչության մեջ այդքան լավ տղա չկա, ինչքան Հայաստանում։ Լավ տղու ինստիտուտը գեղաքաղաք Երևանում կերտվեց դեռևս անցյալ դարի 70-ից 80-ականներին եւ ներսից կերավ երկիրը, հայկական հազարամյա ինքնությունը։ Մեծ հաշվով սովետական կայսրությանը ձեռնտու էր հայերի մեջ քուչի լավ տղության տարածումը, որպեսզի հայերը երբեք օրենքի եւ պետության նկատմամբ հարգանք չունենան, քուչից այն կողմ աշխարհայացք չունենան։ Դրան զուգահեռ տասնամյակներ շարունակ սովետական պատմագիրները ապացուցում էին, որ հայերը երբեք չեն ձգտել պետականության, միշտ գերադասել են օտարներին ծառայել։ Փտած ու Քյասի Բերևանը այդպես էլ մայրաքաղաք չդարձավ, հարևան Թիֆլիսի եւ Բաքվի մակարդակին չհասավ։ Լավ տղությունը կոռոզիայի պես Երևանից տարածվեց դեպի մաքուր ու անարատ գավառներ, որտեղ հայկականություն կար։ Գեղ, անդեմ ու անհասկանալի, անճորնի գեղ Երևան։ Սովետը վերջացավ, սովետական լավ տղությունը չվերացավ։ 30 տարի լավ տղություն խաղացինք, մինչև հարևան վատ տղերքը եկան մի քանի օրում ջարդ ու փշուր արեցին։ 90-ից 94 թվականներին իսկական հայորդյաց արյամբ ձեռք բերվածը վարի տվեցինք։ Մինչ այդ լավ տղությունը հասցրել էր բոլոր ազնիվ հայորդիների վերացնել։ Թուրքերը նրանց չսպանեցին։ Լավ տղություն, համատարած ստախոսություն, միմյանց նկատմամբ ատելություն, լիրբ կնիկություն, բամբասկոտություն, տղությունն է դարձել դեֆիցիտ։ Ճիշտ խոսող ու ճշտապահ տղու դեֆիցիտ ունի երկիրը, բայց այդ ալոնը լավ տղությունն է։ Հիմա եթե դուք հարևան վատ տղերքի փոխարեն լինեք, նրանց աչքերով նայեք մեր երկրին, ինչ կմտածեք։ Իսկ եթե մեծ տերությունների, իսկական լավ տղերքի երկրների աչքերով նայեք ձեր աղքատ, պարտված ու պառակտված երկրին, ինչ կմտածեք։ Չեք հասի, սրանք ցեղասպանելու ապրանք են, այս տարածաշրջանի դիսբալանսի աղբյուր են։ Եթե պետության ու օրենքի նկատմամբ հարգանք չունեն, եթե լավ տղությունն է սրանց մոտ գլխավոր արժեքը, ուրեմն ինչի պիտի այս լավ տղերքը երկիր ունենան, սրանց երկիր չի հասնում։ Այդ տղա, դու այսքանից հետո դեռ երգում եք։ Երբ ամերիկյան ատոմային ռումբերով ռմբակոծված Ճապոնիայի կայսր Հիրոխիտոն ստորագրեց կապիտուլյացիան, հարյուրավոր ճապոնացի հասարակ լավ տղերքը ամոթից կայսերական պալատի առաջ ինքնասպան էին լինում, սեպուկո էին անում։ Ատոմային ռումբերի տակ մնացած, պարտված Ճապոնիայի փոքրամարմին ու համեստ լավ տղերքը 2 տասնամյակում Ճապոնիան դարձրին ժամանակի ամենահզոր ու առաջադեմ երկրներից մեկը։ 1945 թվի տոտալ ջախջախումից, մասնատումից հետո գերմանացի համեստ ու լուռ լավ տղերքը իրենց քրտնաջան աշխատանքի շնորհիվ մոտ 20 տարում իրենց երկիրը դարձրին ժամանակի ամենահզոր պետություններից մեկը։ Դուք մսխել եք թե Ղարաբաղյան հաղթանակը, թե պարտությունը ու լավ տղություն եք խաղում։ Փոքրիկ Հայաստանը եռաբլուրների մեջ կորած է, որ գեղով անցնում ես դեռ 18-ից 20 տարեկան զինվորների թարմ շիրիմների դրոշներն են ծածանվում, դուք լավ տղություն եք խաղում։ Ամեն ինչ մոռացած, ով ինչ կարում թռցնում ու լափում է, ով ում կարում ճնշում ու գցում է, իսկ սահմանին էլի զինվորն է, այս ամենը նրա թիկունքում, էս է լավ տղությունը։ Գոնե կանանցից ամաչեք, 1915 թվականից հետո հայ կնոջ շնորհիվ ազգը չվերացավ, որփացած ու աշխարհով մեկ սփռված հայ երեխեքը կրկին հառնեցին, նման սխրանք որևէ ազգ դեռ չի գործել։ Գոնե լավ կնոջ ինստիտուտ զարգանար, մի կերպ կդիմանայինք, բայց լավ տղություն խաղալու որևէ պատճառ չկա, հերիք գավառական խեղճությամբ տառապեք, զզվելի է, ոչ մի թշնամի մեզ վերացնել չի կարողացել, ներսից ենք ինքնաոչնչանում։ ԱՄՆ-ի և Ուկրաինայի միջև օգտակար հանածոների գործարքը կնքվեց։ Ուկրաինայի տարածքում գտնվող հազվագյուտ հանածոները ամերիկյան ներդրումների միջոցով կշահագործվեն։ Կարևոր հանգամանք է հետևյալը՝ բոլոր հանքավայրերը համարվելու են պետական սեփականություն,
Ուկրաինայի կառավարությունը բոլոր ծրագրերում ունենալու է 50% մասնաբաժին։ Ինչ խոսք, ցինիկ գործարք է։ Մի օրինաչափություն կա։ Ամերիկացիները լավ բիզնեսմեններ են, եթե միտեղ ներդրում են կատարում, տվյալ երկիրը ծաղկում է, օրինակներ շատ կան։ Հայաստանը իր բոլոր հանածոներն ու էներգետիկ համակարգը վաղուց նվիրել է Ռուսաստանին։ Հայաստանը աղքատ երկիր է, բայց իր ընդերքից ու էներգետիկ համակարգից կոպեկներ է ստանում եւ տնտեսապես բացարձակ չի զարգանում։ Պետական ու ազգային ունեցվածքը նախկին ու ներկա բոլոր ղեկավարները մաս-մաս նվիրել են հանուն աթոռի եւ իբր Ղարաբաղի։ Ղարաբաղը չկա։ Միայն ընդերքն ու էներգետիկ համակարգը չէ, որ մեր փայտոչիլները նվիրել են, իսկ բանակն ու անվտանգությունը։ ԼՏՊ-ն ու Վազգեն Սարգսյանը իշխանական աթոռների դիմաց դեռ այն գլխից ռուսական ռազմաբազան պահեցին նորածին Հայաստանում, պահեցին որպես գաղութի նադզիրացել վերակացու, թե բա վերջին սպարապետը։ Ամերիկացիները հայտարարում են, որ Ուկրաինայի հետ կնքած ընդերքի գործարքը դառնալու է նախադեպային նաև այլ երկրների հետ հարաբերություններում։ Բայց Հայաստանը նման գործարք կնքելու բազա չունի, ոչ էլ նման քաղաքական ցանկություն կա։ Գաճաճները աճուրդի են հանել խեղճ ամուլսարը։ Հարկ վճարիր, հպարտ քաղաքացի, դա նորաոճ է։ Քո էս փոքրիկ երկրի օգտակար հանածոն եւ էներգետիկան քոնը չեն։ Աբսուրդի երկիր։ Իսպանիան եւ Պորտուգալիան մեկ օրից ավել հոսանքազրկվեցին, չէր գործում նաեւ ինտերնետը։ Էներգետիկ եւ կապի անվտանգությունը ժամանակակից աշխարհում ռազմավարական նշանակություն ունի։ Ճիշտ է, մեզ ոչնչով չեն զարմացնի։ 90-ականներին Հայաստանը ոչ թե օրեր, այլ մի քանի տարի կիսահոսանքազրկված վիճակում էր։ Կապն էլ կիսատ պռատ վիճակում 15 տարվա մենաշնորհով նվիրվել էր հունական օտեին։ Բայց հիմա 90-ականները չեն։ Պատկերացրեք կյանքն առանց հոսանքի եւ ինտերնետի։ Պատկերացրեցիք։ Սուվերենություն բառը ծամոնի պես բան է դարձել։ Ով ասես սուվերենությունից է խոսում։ Բայց ժամանակակից աշխարհում քանի բաղադրիչ ունի սուվերենությունը։ Կրթական, առողջապահական, սննդամթերքի, ռազմական, էներգետիկ, ինտերնետային, մշակութային, հետո նոր քաղաքական։ Որովհետև եթե առաջին թվարկածները չկան, քաղաքական սուվերենության մասին խոսելը ծիծաղելի է։ Եվ ուրեմն բոլոր խնդիրները երկրի ներսում են։ Ուզում ես հզոր ու սուվերեն երկիր ունենալ, պիտի ներսում աշխատես, ոչ թե աշխատանքի իմիտացիա անես եւ ծուռ վզով աշխարից պահանջես ու մուննատ գաս։ Facebook-յան իր էջում գրում է վերլուծաբան Արա Արայանը։